Երբ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ դարձավ 2021 թվականի օգոստոսին հայտարարեց, թե ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մտադրության մասին։ 2022 թվականից սկսվեց սրճարանի կառուցման աշխատանքները Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի միջոցներից, կամ որ նույնն է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվեց մոտ $30,000 ամառային սրճարան կառուցելու համար։ Թեև առանձնապես կառուցելու բան էլ չկար, միայն սալահատակ ու տաղավար են կառուցել, բայց երկար տևեցին աշխատանքները։ Վերջապես 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բացվեց սրճարանը եւ աշխատեց հազիվ մոտ 2 ամիս եւ ցրտերն սկսվեցին։ Արմդու լրատվականի տեսախցիկը ֆիքսել է, որ ազգային ժողովի բազմաչարչար սրճարանը, որը սալիկ առ սալիկ նոր էր տեղադրվել, հիմա նորից վերանորոգվում է, եզրաքարերն են փոխում։ Ինչ է սա, եթե ոչ անարդյունավետ աշխատանք ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի, առավել հայտնի Ձուկ մականունով անձի կողմից, կամ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, պետական միջոցների թալան բոլորիս աչքի առջև։